Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք քաղաքացիների հարկային բեռի մասին 2026-ից սպասվող նոր պարտադիր վճարների մասին։ Հարցերի շուրջ կզրուցենք տնտեսագետ Հրայր Կամենդակյանի հետ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ամենասկզբում եկեք պարզենք, թե որոնք են այն հարկերը եւ պարտադիր վճարները, որոնք ֆիզիկական անձը պարզապես չի կարող չվճարել։ Հարկերը կարող է բաժանել երկու մասի։ Դա resident, ոչ resident առաջին, այսինքն մարդիկ ովքեր Հայաստանի Հանրապետության բնակիչներին 173 օրից ավել Հայաստանի Հանրապետությունում են գտնվել եւ նրանց կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը, ոչ resident, այսինքն անձիկ ովքեր արտասահմանից գացան Հայաստան, որոնց բիզնեսով զբաղվում են, եւ կազմակերպություններ, իրավաբանական անձիկ եւ ֆիզիկական անձիկ։ Քանի որ մենք հավանաբար զրույցը գնալու է ավելի շատ քաղաքացիական ֆիզիկական անձանց վերաբերյալ, ֆիզիկական անձանց հետ կապված մենք ունենք հիմնականում 2-3 հարկատեսակ, որոնք կոնկրետ նրանց հետ առնչվում են։ Որոնք են դրանք։ Դրանք են առաջինը եկամտային հարկը, դա յուրաքանչյուր քաղաքացի հաշվետու տարվա ընթացքում իր ստացած ձեռք բերած եկամուտների հաշվարկն է ստեղնակատարելու, նա 20%-ի սահմաններում է, եւ երկրորդը հավանաբար որ դա շոշափում է քաղաքացիների կողմից այդ մանր փոքր բիզնեսի հետ կապված վճարումներն են, եւ այդ վճարումները հիմնականում Հայաստանի Հանրապետությունում առավելապես այդ բնակավարը զբաղեցնում են քաղաքացիները շրջանառության հարկի դաշտում աշխատող։ Գույքահարկ։ Այո։ Առողջապահական 2026-ից կավելանում նաև պարտադիր առողջապահական ապահովագրությունը, դա եւս հարկ է։ Պարտադիր ապահովական վճարը դա հարկատեսակ չէ, նա պարզապես վճար է, ապահովագրական վճար, համընդհանուր ապահովագրություն, այսպես ներդնելու այդ համակարգը ներդնելու։ Շատ լավ, այդ մասին դեռ կխոսենք։ Ուրեմն կա գույքահարկ, կա եկամտահարկ, կա շրջանառության հարկ, դրոշմանիշային։ Կա նաև դրոշմանիշային դրանք այն հարկերն են, որ կարելի ասել նա հարկ չէ, նա նույնիսկ կարելի ասել որոշակի սինթետիկ բնույթի վճարում է, պարտադիր, ընդ որում, որը լավ օրից չէ, որ Հայաստանի Հանրապետություն ներդրվեց, դա պարզապես առողջապահական նպատակներով զինվորականների բուժման, հետ վերականգնողական աշխատանքների համար ներդրվեց եւ կարծում եմ նա որոշակի ժամանակ անց այդ հարկատեսակ ամբողջովին դուրս է գալու, որովհետեւ եթե առողջության պարտադիր ապահովագրություն է լինելու, առողջության պարտադիր ապահովագրության մեջ արդեն ներառված են լինելու երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամները, կարծում եմ այդ զինապարտի այդ կոպեկներ, որ հավաքում են, այս կոպեկները հավաքելուց կարծում եմ պետք է հրաժարվեն, պարզապես ամոթ է դա։ Բացի ձեր նշած եկամտահարկից գոյություն են գույքահարկ, որը պարտադիր է ցանկացած անձի համար, դրոշմանիշայինը առայժմ դա կա, գործում է եւ մարդիկ վճարում են եւ շրջարկ ասացիք, եթե բիզնեսով է զբաղվում մարդը։ Եթե բիզնեսով է զբաղվում։ Եթե բիզնեսով չի զբաղվում, մարդը վճարում է ինչ հարկեր։ Վճարում է գույքահարկ, առաջինը իր կեցության վայրի հետ կապված վճարումն է, որոնք դա համայնքային բնակարանը նկատի ունեք։ Այո, բնակարան, դա համայնքային բյուջե է գնալու այդ գումարը, դրա մեթոդոլոգիան այդպես է, եւ հաջորդը եկամտահարկը, որ քաղաքացին որևիցե աղբյուրների ստանում է եկամուտներ, դրա հետ կապված պետք է կատարի վճարներ։ Դրան առնչող տնտեսական նոր այս խնդիրներից մեկը դա հայտարարագրումն է։ Վերջի մենք ինչ ենք հայտարարագրում։ Մենք հայտարարագրում ենք բոլոր եկամուտները եւ նույնիսկ այն եկամուտները, որոնց մասին հարկային տեսչությունը տեղեկություններ չունի այս պահին։ Բայց կարծում եմ շուտով այդ բանկային գաղտնիքի վերաբերյալ օրենքը այսպես ասած մախ սարքելու արդյունքում բանկերում հաշիվների, քաղվածքների, հաշիվների շրջանառության մասին հարկային տեսչություն ունենալու է համապարփակ տեղեկատվություն եւ կարծում եմ քաղաքացիները պետք է անպայմանորեն եկամտահարկի այդ պարտավորությունները կատարեն եւ դրանից չխուսափեն։ Վերջին տարիներին հարկային օրենսդրությունը մի քանի անգամ փոխվել է։ Ինչ է փոխվել եւ ինչպես օրենսդրությունում ինչպես է այդ փոփոխությունները անդրադարձել եւ դրանք ինչպես են անդրադառնում այսօր շարքային քաղաքացու վրա։ Վերջին տարիներին այդ փոփոխությունները թվում է թե չեն կատարվում, բայց իրականացում է այլ process, իրականացում է հարկային վարձատրության խստացում։ Ընդ որում նույնիսկ այստեղ օգտագործում են բազմաթիվ նոր գործիքներ, որոնք նախկինում չէին օգտագործում։ Հիմա ընդհանրապես 4 միլիոն դրամից ավել, եթե
կան իբր թե ենթադրյալ հարկերից ընդհանրեն խուսափում կամ չվճարում, պարտադիր ընդհանրենք վճարների, турքերի հարկերի հետ կապված, միանգամից քրեական գործ են հարուցում, միանգամից այդ ամբողջ պատմությունը գնում է ընդհանրենք քննչական կոմիտե։ Սա լրջագույն խնդիր է, որովհետև տնտեսությունը նման որակի այս ներգործությամբ, չէ, սա փող ներգործություն չի, սա ներգործություն է, տնտեսության կապանք է դառնում այդ կարգի ներգործությունը։ Այսինքն ինչ պետք է արվի։ Այսինքն այս թեմաների հետ կապված պետք է գնանք ավելի լիբերալացման կողմ, ավելի այդ ռեժիմները պետք են ավելի թույլ ռեժիմներ, գնանք համագործակցության ճանապարհով եւ հարկ վճարող եւ պետության միջեւ իրական գործընկերության, այսպես ասած, մշակույթ պետք է ձևավորվի, որովհետեւ հիմա ինչ է կատարվում։ Հիմա ընդհանրենք հարկային տեսությունը կարող է պարզապես ընդհանրենք նույնիսկ անհիմն կարելի ասել, ինչ որ ակտ գրել, ընդհանրենք 10 միլիոնի, 20 միլիոն դրամի, չէ՞, այդ անձնավորությունը, ընդհանրենք կազմակերպության ղեկավարը կամ հաշվապահը միանգամից հայտնվելու են ընդհանրենք քննչական կոմիտեի ընդհանրենք ուշադրության ներքո քրեական գործ է հարուցելու։ Բազմաթիվ երկրների փորձում ուսումնասիրել ենք այս կարգի վարչարարությունը, ընդ որում անհարկի վարչարարություն է սա, այս կարգի վարչարարությունը լավ տեղ չի տանում։ Սա վոլյունտարիզմի, ինքնիրավչության որոշակի նախադրյալներ է ստեղծում, ես կարծում եմ, որ նոր իշխանությունները պետք է անպայմանորեն Հայաստանի Հանրապետություն ձևավորեն նոր մշակույթ, պետության եւ գործարարի միջև նոր մշակույթ եւ պետք չէ վարչարության այս կարգի խստացումները, որովհետեւ վարչարության այս խստացումների արդյունքում գործարարները, ովքեր տիրապետում են շրջանառու միջոցների, փորձում են գտնել ավելի լոյալ երկրներ, ավելի համատաբար, ընդհանրենք հանգիստ հարկային ռեժիմով աշխատանքներ կենտրոնացնելու, այնտեղ կատարելու խնդիր։ Մենք գործարար ջիղը երկրից դուրս չպետք է մղենք, չպետք է մարդկանց ստիպենք, որպեսզի մարդիկ ազատ միջոցները օգտագործեն հարևան երկրներում։ Տեսեք, մենք խոսեցինք պարտադիր առողջապահական ապահովության մասին, որը 2026-ից ներդրվելու է փուլերով։ Եվ դուք ասացիք, որ դա հարկատեսակ չէ։ Ինչպես քաղաքացին հասկանա, որ դա իրոք հարկ չէ իր ուսերին։ Հարկ է դա, թե հարկ չէ, այստեղ կարծում եմ տնտեսագիտական բանավեճի ծավալելու փոխարեն պարզապես պետք է հասկանալ դա ինչի է ծառայելու։ Արդյոք մենք ունենալու ենք այդ գումարները մոնիտորինգ անելու հնարավորություն։ Արդյոք մենք ունենալու ենք այդ հարկը գումարների դիմաց առողջապահություն ապահովել։ Այո, արդյոք մենք ունենալու ենք պետական մակարդակով այդ հիմնադրամի միջոցների որոշակի տեղաբաշխումներ կատարելու հնարավորություն, որտեղ հարկերը հավաքում են պետական բյուջեում եւ համայնքային բյուջեներում եւ նրանք առանձին ժամանակներում կարող են ընդհանրենք վերադասավորման ընթացքում, դա հոդվածների վերաբաշխման ընթացքում օգտագործել այլ նպատակներով, որոնք իհարկե պետության կամ համայնքի արժեք ծառայեցած են։ Հիմա մենք տալու ենք գումար մի կազմակերպության, որի նույնիսկ մոնիտորինգի հնարավորությունը մենք չենք ունենալու։ Մենք դրա ծախսերի բաշխումը, դրա գնումների հետ կապված մենք այս պահին ոչինչ չկա։ Ես կարծում որ սա դեռևս գտնում այնպեսի փուլում, որ նրան հարկ կամ պարտադիր վճար կամ պարզապես վճար, այս տարբերակումները մեզ ոչինչ չեն տալի, որովհետև այդ ամենը ինչ որ իրենք իբր թե ներկայացնում են, դեռևս գոյություն չունի։ Եթե միջին աշխատավարձի չափով փորձենք հաշվել, մոտավորապես քաղաքացին որքան գումար է կորցնում, այսպես ասած, ճակերտների մեջ։ Այդ թեմայի հետ կապված, ես ասում, նույն կավոր առողջապահության այդ ապահովությունից խոսացենք, չէ՞, հստակ այնտեղ կան ձևակերպումներ, որ 200,000 դրամ անվանական նոմինալ աշխատավարձ ստացող քաղաքացին տարեկան պետք է վճարի 129,000 դրամ, ամսական մոտավորապես 10,800 դրամ։ Այս գումարի բացատրությունը ոչ ոք չի տվել։ Ինչու 10,800 եւ ոչ թե ընդհանրենք 50,000 բացատրություն ընդհանուր չկա։ Հիմա բայց ձեր առաջարկը մենք ընդունենք հիմք եւ գնանք առաջ, չէ՞, այդ 200,000 ստացող քաղաքացին ինչ է վճարելու։ 200,000 դրամ քաղաքացին վճարելու է տարեկան այդ 129, այսինքն ամսական 10,800 դրամը պետք է վճարի, դրանից հետո պետք է վճարի եկամտահարկը, եթե նրա փոխարեն հավանաբար կվճարի նրա հարկային գործակալ, եթե նա ինքնազբաղվածության, այսպես ծիրի մեջ չէ,
տնտեսական կվճարի 20%-ը նա կվճարի, այնտեղ մնում է այդ զինապահի դրոշմանիշային վճարը մոտավորապես 1500 դրամ էր մեկ անձի համար, չէ՞։ Մենք կարող ենք հաշվարկել մոտավորապես 200,000 դրամից 10,800-ը էսկոմ, ենթադրենք 20% եկամտահարկը 40,000 էլ էսկոմ, ենթադրենք քաղաքացին լավագույն դեպքում 140-150,000 դրամ է ստանալու իր ձեռքում, եթե դա էլ ստանալու է բանկերի միջոցով, բնականաբար բանկերը եւս այնտեղ որոշակի գումար կմճտելու են, անկեղծ ձեզ ասեմ։ Եվ այս իմաստով պետք է ասեմ, որ մեր նպատակը պետք է լինի, որ այս հիմնադրամը եթե ստեղծվել է, մենք հիմնադրամի աշխատանքները պետք է անընդհատ մոնիտորինգի ենթարկենք, որովհետև սա մի կարևորագույն թեմայի հետ է շփվում, այս թեման առնչվում, դա Հայաստանի Հանրապետություն 3 անգամ թանկ տեղերն են Վրաստանի հետ համատած, որովհետև այս հիմնադրամը դառնալու է խոշորագույն գնորդ դեղերի բնագավառի։ Այս իմաստով այստեղ անելիքները շատ մեծ են նաև հանրության կողմից։ Հիմա նոր ապահովագրավճարի դեպքում այս եկամտահարկի հետ վերադարձը կարող է չեղարկվել, թե ոչ։ Դրանք հավանաբար մնալու են նույնը, փոփոխություններ չեն լինելու այդ իմաստով եւ քաղաքացին, որոնք ստանում էր հայտարարի լրացնելու պարագայում, ստանում էր սոցկրեդիտներ, ուսման, ենթադրենք երեխաների ուսման կամ բժշկական ծառայություններից օգտվելու, այդ վճարները դեռևս մնում են, որովհետեւ մենք այստեղ մի նաեւ սեգմենտացիա ունենք 0-ից 18 տարեկաններ, 65+, իսկ 18-ից մինչև 65 տարեկաններ հետ կապված այս փոփոխությունները դեռևս չկան։ Կարծում եմ փոփոխությունները կլինեն, հավանաբար մոտակա 2 տարվա ընթացքում, որովհետև եթե համընդհանուր հայտարարագրումը աշխատեց, այսինքն սոցկրեդիտների այդ 50,000-ական հնարավորությունը այլևս իմ կարծիքով կվերացվի։ Տեսեք, խնդիրը հետևյալն է, եթե առողջապահության ապահովագրության համակարգը սկսի գործել, բուժման նպատակով արդեն եկամտային հարկի վերադարձը ստացվում է երևի թե աննպատակահարմար։ Հավանաբար առողջապահության հետ կապված իր դիտարկումը ճիշտ է, բայց այնտեղ խնդիրներ կան երեխաների ուսման հետ կապված, խմբակների հաճախելիության հետ կապված, կարծում եմ այստեղ որոշումը կլինի հատվածային եւ հավանաբար 1-2 տարվա ընթացքում, եթե համընդհանուր ապահովագրությունը կայանա որպես համակարգ, իհարկե սոցկրեդիտի այդ տեսակը, որը բուժման ծախսերին է վերաբերում, բնականաբար նպատակահարմար չլինի դա շարունակել։ Խոսենք նաև հետվճարի մասին։ Թոշակառուն վճարում է քարտով եւ ստանում է հետվճար։ Ինչ փոփոխություններ են կատարվել եւ ինչպես է դա արտացոլվում թոշակառուի առօրյայում։ 2026 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր վճարումները թոշակների լինելու են էլեկտրոնային, այսինքն լինելու են քարտերի վրա։ Այսինքն հայ փոստի աշխատակիցը կանխիկ փող չի տանելու ոչ մեկին տա։ Դա առաջին։ Երկրորդը, հետվճարը հիմա նա բարձրացնում են, իշխանությունները պնդում են, որ մեծ հեղափոխական, այսպես ասած, փոփոխություն են բերում, նրա տոկոսադրույքը բարձրացել է մինչև 20%, բայց ոչ ավել, քան 10,000 դրամ։ Այսինքն 50,000 դրամ անվանական, ենթադրենք թոշակ ստացող քաղաքացին, երբ որ գնա առևտրի կետերում առևտուր կատարի, նա իր կատարած առևտրի 20%-ը հետ քեշբեք է ստանալու, հետ վճար է ստանալու, բայց այդ գումարը չի կարող բարձր լինել 10,000 դրամից։ Հիմա սա մի խնդիր կա, բայց որը իշխանությունները դրա մասին կարծես մոռացել են, այդ հետ վճարի համակարգը մարդիկ չեն կարողանալու օգտագործել կոմունալ վճարների համար։ Սա լուրջ խնդիր է, շատ քաղաքացիներ, թոշակառուներ մեզ գրում են, հանդիպում են, հարցնում են, ինչու չի հետ վճարը կիրառվում կոմունալ ծառայություններ վճարների հետ կապված։ Սա լրջագույն հարց է եւ կազմում եմ այս հարցը իշխանությունները այսօր դրա պատասխանը չունեն, խուսափում են այս հարցից, բայց ես մտածում եմ, մենք համոզված ենք, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ կոմունալները պետք է հետ վճարի մեջ անպայման ներառնվեն, որովհետեւ սա ստացվում է, որ մի տնտեսական երևույթը եւ պետության մասնակցությունը ռեֆորմը կիսատ չի կարող լինել։ Նա պետք է լինի համամասնական
եւ պետք է քաղաքացիներին իրար մեջ տարբերակում չմտցնել։ Իսկ տրամաբանությունը ինչ է ուշում, ինչու չեն կարողանում կոմունալ վճարումներ կատարել քեշբեքով։ Պարզապես որոշում կա, կառավարության որոշում կա, որ հետ վճարի մեջ չի ներառնել կոմունալ վճարները։ Պարզապես որոշում կա։ Ընդդեմ այդ որոշումը տնտեսագիտական ոչ մի, այսպես քննարկման չի դիմանում, նա կարելի ասել ապրիորի ինքնայրավիճական մի որոշում է, որը ես կարող եմ բացատրել ինչի համար։ Նպատակը նա է, որ առևտրի կետերի շրջանառությունը բազմակի բարձրացնեն։ Եվ դրանից զատ փորձում են այդ 10,000 դրամի շեմը, որ դրված է, չէ, փորձում են 10,000 դրամի մեջ քաղաքացին հնարավորություն չտան օգտագործել ամենը, որովհետև 50,000 դրամ ստացող քաղաքացին, չէ, 50,000-ի մթերք չի գնում։ Մանավանդ աշնան եւ ձմռան ամիսներին ջերմության եւ կոմունալ մնացած վճարները նրա ընդհանուր եւ ռացիոնի եւ ծախսերի ընդհանուր քանակի մեջ առողջի բաժինն է կազմում։ Սա հնարավորություն է տալիս իշխանությունները պարզապես հետ վճարել բացարձակ թիվը իջեցնել 3,500-4,000 դրամի։ Սա խաբեություն է, կարծում եմ թոշակառուները դրա մասին պիտի լրջորեն խորհեն։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք քաղաքացիների հարկային բեռի եւ 2026-ից սպասվող նոր պարտադիր վճարների մասին, զրուցում էինք տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ։ Ցտեսություն։